Վանաձորի մանկատան փոքրիկները թիվ 11 դպրոցի ավագ դասարանի աշակերտներին դիմավորեցին մեծ ոգևորությամբ։ Նրանցից յուրաքանչյուրը շտապում էր ներկայանալ ու հիշեցնել իր անունը։ Վանաձորի մանկատուն այցելությունը դպրոցի աշակերտուհի Վերկինե Սիմոնյանի նախաձեռնությունն էր։ Ամռան ամիսներին Միացյալ Նահանգներում նա մասնակցել էր միջազգային Project Harmony կազմակերպության երիտասարդ առաջնորդներ ծրագրին, որից ստացված գիտելիքների հիման վրա էլ որոշել էր հյուրընկալվել մանկատան բնակիչներին։ Ակցիան նպատակ ուներ շփվելու երեխաների հետ, առավել մոտիկից ճանաչելու նրանց հետաքրքրությունները, ցանկություններն ու ներաշխարհը։ Այդ իսկ նպատակով փոքրիկների հետ անցկացվեցին ճանաչողական խաղմրցույթներ։ Մանկատանը երեխաները շատ լավ են ապահովված եւ իրենց դայակները եւ իրենց ուսուցիչների կողմից ըստ իմը լավ են ապահովված եւ լավ են իրենց զգում, սակայն ամեն դեպքում յուրաքանչյուր իրենցից ունի կարիք շփման եւ ջերմության կարիք, որը նրանք պետք է ստանան իրենց ընտանիքում եւ մանկատանը ճիշտ է ապահովում են այդ ամենը, բայց ընտանիքում դա ավելի ջերմ է եւ ավելի լավ է արված։ Ծրագիրը շատ փոքրիկ բյուջե ուներ, որը մոտ 150-ից 200 $-ի արժողություն էր, բայց երեխաները կոնկրետ տեղից չկարողացան գտնել գումար, որի արդյունքում որոշեցին իրենց ուժերով գումար հավաքել, քաղցրավենիք գնել, դիմել են Գլորիայի տնօրենին, որոնց իրենց դասարանի աշակերտուհու ծնող է, որը նաև հագուստներ է գեղեցիկ տրամադրել, որ այսօր նվերներ են տալու, եւ մենք ենք օգնել մի քիչ տրանսպորտը եւ ստացվել է, այսինքն ճիշտ չի եղել 60,000 դրամ, 200 $, բայց ակցիան տեղի է ունեցել, որովհետեւ երեխաները կարողացել են դա կազմակերպեն։ Երեխաների այս նախաձեռնությունը փաստում է, որ բարի գործ անելու ցանկության դեպքում թեկուզ չնչին ֆինանսական միջոցներով կարելի է ուղիներ գտնել։ Հյուրերի հետ երեխաները շատ արագ ընկերացան, կիսվեցին իրենց մանկական երազանքներով, խոսեցին ապագայի նպատակներից։ Խաղեր կազմակերպեցինք, ուրախացանք եւ նրանց հուշանվերներ գրավոր կատարեցինք, որպեսզի հետո մեզ հիշեն։ Մանկատուն հյուրերը դատարկաձեռն չէին եկել, իրենց հետ բերել էին քաղցրեղեն, հագուստ, խաղալիքներ։ Հագեցած օրվանից գոհ էին թե ակցիայի կազմակերպիչները, թե մանկատան երեխաները։ Լիանա Պեչենևսկայա, Նորայրայուն, Սլորի հեռուստաընկերություն։